Երևանի կենտրոն Էրեբունի և Արաբկիր վարչական շրջաններում 2 օր է ջուր չկա։ Բնակիչները հենց նոր Ազատության հետ զրույցում ասում էին, որ ով տեղեկացել, կարողացել ու հասցրել է ջուր հավաքել, ով ոչ։ Այս վերջին մի քանի տարում արդեն անտանելի են դարձել։ Հատկապես այս անգամ առավոտվանից 3 ժամը 10-ից ջուր չունենք։ Մինչև ասում են այսօր իրիկում տեսնենք։ Շուշուտ են կտրում։ Իսկ հիմա Համի էլ կտրազը։ Արաբկիրի բնակիչ եմ, ներքևից եմ Վաղարշյանից, այսօր 3-րդ օրն է։ 3-րդ։ Այո, 3 առաջի օրվանից չունենք։ 3 գիշերը տվեցին, այսօր առավոտյան էլի անջատեցին։ Այս 2 օր ջուր չկա էլի։ Դրանից մի օր առաջ էլի կտրեցին ջրերը։ 2 շաբթի չկար, 3 չկար, այսօր չկա։ Տեսա ջուր չկա, զանգեցին, նորը իրանք ասեցին։ 36 ժամը շատ է ինձ թվում է։ Մինչ հատկապես Արաբկիր վարչական շրջանում բնակիչների մի մասը մեզ հանդիպած ասում են, որ թե Վեոլյան հայտարարել է, որ 3 առավոտյան ժամը 10-ից պետք է ջրանջատումներ լինեին, բայց մեծ հետ զրույցում մի քանի բնակիչներ ասացին, որ առավոտյան 8-ից արդեն ծորակից ջուր չի եկել։ Դե 3:30 առավոտ 10-ից էին գրել, բայց 8:30 վեկացա արդեն չկար։ Առավոտյան։ Արաբկիր վարչական շրջանում դադարեցվել է մի շարք դպրոցների եւ մանկապարտեզների աշխատանքները։ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, պատճառը ջրանջատումներն են։ Իրանց մանկապարտեզը այսօր փակել են երեխու ջրի պատճառով, այսօր երեկացին, որ մանկապարտեզ չի լինի։ Արաբկիր վարչական շրջանում 3 եւ այսօր տարբեր ուսումնական հաստատություններում, դպրոցներում եւ մանկապարտեզներում դադարեցվել է ջրամատակարարումը, որոշներում ամբողջ ուսումնական process-ի ընթացքում, որոշներում մի քանի ժամով եւ որոշակիորեն փորձել են կազմակերպել կամ կրճատ ժամերով դասապրոցես եւ նաեւ մանկապարտեզներում եւս նախաճաշից հետո կամ երեկոյան եջաշիկից անմիջապես հետո երեխաներն ուղարկվել են տուն, խոսքը գնում է 7 դպրոցների եւ 4 մանկապարտեզների մասին։ Մեզնից կախված է թերևս այն, որ պարտավորվում են դպրոցները լրացնել եւ փորձում ենք տեղում սանիտարահիգիենիկ պայմաններից ելնելով հնարավորինս պատշաճ եւ ամբողջ աշխատանքային օրով կազմակերպել դասապրոցես։ Վեոլայից էլ պատասխանում են, որ պլանային ջրանջատումներ են։ Պաշտոնական հայտարարությունում ընկերությունը նշել է, որ Կորեայի ձորում ժայռաբեկորների թափման սողանքների շինարարական աղբ թափելու հետևանքով պարբերաբար վթարվում էր այս կարևոր նշանակության ջրատարը։ Խոսքը Արզնի 2 Երևան մայրուղային ջրատարի 5 հատվածներում իրականացվող աշխատանքների մասին է։ Քիչ առաջ Վեոլիա ջուրը հայտարարություն տարածեց, ըստ որի Արզինի 2 Երևան ջրատարի վրա իրականացվող աշխատանքներն արդեն ավարտվել են։ Այս պահին ընթանում են ջրատարի լվացման եւ ախտահանման աշխատանքները, հայտարարում են ընկերությունից, նշելով 1-2 ժամից կսկսի ջրատարը ջրով լցնելու գործընթացը, որից հետո աստիճանաբար կվերականգնվի վարչական շրջանների ջրամատակարարումը։ Մեզ հանդիպած արաբկիրցիները պաշտոնական այս հայտարարություններին ցանկանում են հավատալ, բայց ասում են տարիների փորձը հուսադրող չէր, աչքը կտեսնի կհավատան։ Չեմ հավատում, որտեվ Վեոլիա ջուրը արդեն քանի տարի է ղեկավարում է Հայաստանում ջրային ցանցը եւ որ ասեմ որևէ բարեփոխում եմ նկատել, չէ։ Հատկապես այս ամառվա ջրանջատումները սոսկալի էին ուղղակի։ Երևանյան շոքին երեկոյան 11:30-ից ջուր չկա ահավորը։ Ես Երևանի ուրիշ թաղամասում եմ ապրել, մոտ 10 տարի է այստեղ եմ։ Չեմ կարծում, որ կարելի է վստահել։ Անից գիտեք ինչ հոտ է արդեն գալիս, հազար ներողություն, այսօր ասում էին, որ այն ճաշարաններ են լինում, որ մտնում եք տուալետի հոտն ու կեղտոտ ամանների հոտերը խառնված իրար, ոչ մի բան չի փրկում, այդքան վատ է, անկեղծ եմ ասում, ու դարելը այս շենքում համենայն դեպս, ջուրը ոնց որ շահովի լինի, կարան երբ, չէ, ամբողջ ամառ կարար քնիցդ վեր կենայր, բացեիր ջուրը, տեսնեիր ջուր չունես, լույս չունես, ջուր չունես, ասում եմ, լրիվ շահովի Կոմիտաս 48։ Ես մի հատ բոշկանում եմ դրանցով, ջուր եմ լցնում ներս ու օգտվում եմ։ Ամառներն էլ գիշերվա 11:30-ից մինչև առավոտվա 6-ը Կոմիտաս հենց այս թաղամաս ջուր չկա, ընդհանուր 3-րդ տարին արդեն։ Վեոլիա ջրից ասում են խողովակ է վնասվել, վերանորոգում են եւ այսուհետ խնդիրը կլուծվի, հավատում եք։ Քանի տարի արդեն, 3 տարի ավել է, եթե պետք է լուծվել արդեն էլ, բայց դժվար չեն լուծում։ Ես արդեն 3-րդ տարին է, ես ամառներ ջուր չունեմ։ 11:30-ից հետո մինչև առավոտվա 6-ը ջուր չկա, մեր մոտ ինքս էլ Վարշավիրանոց եմ հիմա։ Կամ պետք է այդ օրն ջուր չունեմ, գրանցում չանեմ вообще։ Կամ պետք է գրանցում անեմ, մարդկանց գլուխ չլվացամ էլ։
Ես ուզում եմ իմանամ այդ վիոլային երբ պետք է ազգայնականացնի, որ էս էլ լրիվ հավասարացնեն գետնին ու հանգիստ երջանիկ ապրեն։